2009-ին մեր երկրից 1500 մարդ է դիմել Բելգիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Այդ ժամանակ Հայաստանը դիմողների թվով 5-րդն էր, 2013-ին պատկերը բոլորովին այլ է, տեղեկացնում է Քեթի Վերսելենը։ 2013-ին Հայաստանից դիմողների թիվն էապես կրճատվել է, ընդամենը 500 հոգի։ Հայաստանը անգամ դիմող երկրների տասնյակում չկա։ Դա լավ ցուցանիշ է։ Դիմողների 99%-ի հայցը մերժվում է։ Փորձագետը դա պայմանավորում է երկրի հանդեպ ներգաղթյալների ունեցած սխալ պատկերացումներով ու ակնկալիքներով։ Փախստականի կարգավիճակ տալիս առաջնորդվում ենք 1951 թվականի Ժնևի կոնվենցիայով, այսինքն փախստական է այն մարդը, որն իր ծագման երկրում հետապնդվում է ազգային, ռասայական, կրոնական, սոցիալական որևէ խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար։ Հայաստանից դիմողները այս չափանիշներից որևէ մեկին չեն համապատասխանում։ Մարդիկ չեն կարող ապաստան ստանալ տնտեսական կամ առողջապահական պատճառաբանությամբ։ Չափանիշներին չհամապատասխանելու դեպքում դիմողին այսպես կոչված վերադարձի օրդեր է ներկայացում։ Եթե այդ պահից արդեն ապօրինի ներգաղթյալը չի վերադառնում հայրենիք, կիրառվում է վերադարձի հարկադիր տարբերակը, պարզաբանում է Քեթի Վերսելենը։ Հայաստան-Եվրամիություն վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիրը նրա կարծիքով կանոնակարգել է դաշտը։ Վիզային ռեժիմի դյուրացումը ստորագրվել է հետընդունման համաձայնագրի հետ միասին։ Սա գործիք է, որը հնարավորություն է տալիս հետ ընդունել ապօրինի ներգաղթյալներին։ Միաժամանակ բելգիացի պաշտոնյան հիշեցնում է իր երկրում ու ընդհանրապես Եվրոպայում օրինական բնակվելու մի շարք տարբերակներ՝ աշխատանք, ուսումնառություն, տուրիզմ։ Հունվարի 1-ից այս եւ մի շարք այլ դեպքերում վիզա ստանալը մի քանի անգամ հեշտացել է։ Արկադի Գրիգորյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։